Եկեղեցին իրեն պատկանող կրոնական հուշարձաններն այլևս չի կարող վաճառել կամ նվիրաբերել, փոխել դրանց կարգավիճակը առանց կառավարության համաձայնության։ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանն են այս առաջարկն արել պատմության և մշակույթի, անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին օրենքում փոփոխության մասին նախագծով։ Վերջին օրերին այս նախագիծն ամենից շատ քննարկված ու քննադատվածներից է։ Դիմադրությունը հատկապես ընդդիմությունից է, եկեղեցուց էլ ասում են Գարեգին Բն լիակատար իրավունք ունի եկեղեցու սուրբ մասունքներից ցանկացած անձի նվիրաբերել։ Թագուհի Ղազարյանն էլ պարզաբանում է, ինքն այլ մտավախություն ունի, դրա համար էլ այս նախագծի անհրաժեշտությունն է տեսնում։ Գոյություն ունի Հայաստանում գրանցված իրավաբանական անձ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցի եւ գոյություն ունի Ռուսաստանում գրանցված իրավաբանական անձ, որը կոչվում է Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցի Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի թեմը, որոնք մշակութորեն, էմոցիոնալ, տրամաբանորեն փոխկապակցված են, մեկը մյուսի թեմն է, բայց իրավաբանական անձի տեսանկյունից դա Ռուսաստանում գրանցված իրավաբանական անձ է։ Եվ քանի որ վերջին ամիսներին օրինակ շատ է հնչում, որ պետք է կաթողիկոսը փոխի նստավայրը, գնա ուրիշ տեղից կառավարի եւ այլն, կարող է արդյոք տեսականորեն բոլոր այդ գույքերը, որոնք պատկանում են եկեղեցուն, մայրաթորին, գրանցի Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու թեմի վրա։ Խնդիրը նաեւ ոչ միայն այդ կոչերն են, որովհետեւ այդ կոչերը հնչում են եւ մայրաթորը չի սաստում, չի ասում, որ Հայաստանի հայ ժողովրդի հոգեվոր կենտրոնը Հայաստանն է, մի հատ հանգստացել։ Ինքը այդ խոսակցությունները թույլ է տալիս, որ գեներացվեն։ Մայրաթորին այս պահին պատկանում է շուրջ 900 անուն գույք, նախագիծը վերաբերում է դրանցից 360-ին։ Ինչպես պատգամավորի հարցման մի պատասխան տեղեկացրել են կադաստրի կոմիտեից, Մայրաթորին պատկանում են նաև մի շարք բնակարաններ, ճաշարաններ, մարզասրաններ։ Ինչու այս նախագիծը նաև այդ գույքերի մասին չէ։ Ըստ Ղազարյանի դեռ 1990-ականներին կառավարության որոշումով շատ կրոնական հուշարձաններ տրվել են Մայրաթորին սեփականության իրավունքով։ Դա ենթադրում է, որ սեփականատերը կարող է նվիրել, օտարել, ժառանգել այդ գույքերը։ Այդ գույքերի նկատմամբ, չնայած ես ինքս շատ հոգևորականներից այս ընթացքում ստացել եմ նամակներ, զանգեր, միջնորդավորված ուղիղ առաջարկներ, որ այս գույքերի նկատմամբ նույնպես է տրամաբանությունը կիրառվի։ Բայց ինչքան էլ թվա տարօրինակ այս պահին, անբնական կլինի մնացած գույքերի նկատմամբ այդպիսի կարգավորում կիրառել, որովհետև եկեք պայմանական պատկերացնենք, քանի որ սահմանադրությամբ եւ օրենքներով կրոնական կազմակերպությունների վրա ամբողջովին է տարածվում այս օրենսդրություն։ Եկեք պատկերացնենք մի կրոնական կազմակերպություն փոքր, ովքեր հավաքվում են միտեղ, մի բնակարանում, օրինակ մի հատ շենք են առել, որը հուշարձան չէ, այնտեղ իրենց միջոցառումներն են անում։ Հետո որոշում է, որ իրենք շատացել են եւ այս շենքը վաճառում են այն մյուս շենքն են գնում մի քիչ ավելի մեծ։ Արդյոք տրամաբանական կլինի այդ վաճառքի պայմանագիրը անցկացնել կառավարության որոշմամբ։ Ես կարծում եմ, որ ոչ, դա ավելորդ ծանրաբեռնվածություն, բյուրոկրատիա եւ գլխացավանք կլինի կառավարության համար, որովհետեւ այն մնացած գույքերի նկատմամբ որևէ հատուկ պարտավորություններ կառավարությունները չունեն։ Պատգամավորն ընդգծում է, բոլոր առաջադեմ պետություններն ունեն պարտավորություն ավելի բարձր պաշտպանվածության մեխանիզմներով պաշտպանել կրոնական հուշարձանները։ Արդյոք գույքի օտարման նախադեպեր եղել են, Ղազարյանը հիշեցնում է Սուրբ Գեղարդը ռուսական կողմին նվիրաբերելու լուրերը։ Գեղարդի պատմությունը դրա եւս մեկ ցուցիչն է, որովհետեւ մենք գիտենք, որ Հայաստանում է գտնվում Սուրբ Գեղարդը, այդ 4 հավանական Սուրբ Գեղարդներից մեկը, որը թվագրվում է առաջին դար, այսինքն մոտավորապես 2000 տարվա պատմություն ունեցող մասունք է, մշակութային մասունք է եւ կան տեղեկություն, այսինքն ոչ թե կան տեղեկություններ, այլ հրապարակային ասել է եկեղեցու ներկայացուցիչը մշակութային ժառանգության գծով, որ իհարկե ինչ որ մասունք նվիրվել է ռուս եկեղեցականներից մեկին, բայց նաև հաստատել է, վերահաստատել է, որ եկեղեցին իրավունք ունի իր տիրապետության տակ գտնվող մշակութային ժառանգություն, որը պատկանում է իրենց սեփականության իրավունքով, ում ուզի, երբ ուզի նվիրի, կլինի դա հոգևորական թե աշխարհական, եւ որևէ մեկին բացատրելու ոչինչ չունի։ Նախագիծը լայն արձագանք է ստացել հոգևորականների շրջանում, ասում է Ղազարյանը։ Նրանք ավելի խիստ կարգավորումներ են ակնկալում։ Նկատում է հայ ժողովրդին պատկանող մշակութային արժեքները պետք է օրենսդրորեն պաշտպանվեն ցանկացածի ոտնձգությունից, լինի աշխարհիկ թե հոգևոր։ Մերի Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։